Զորավոր արքա ես։ Մենք քո ժողովուրդն ենք ու հիանում ենք քեզանով քո բարի գործերով Տեր։ Մենք գոհանում ենք քեզանից քո ողորմության համար, քո օրհնությունների համար, քո զորության համար, քո շնորհքի համար։ Մենք քո շնորհքի կարիքը շատ ունենք Տեր։ Մեզ այնքան անհրաժեշտ է քո ներկայությունը, քո շնորհքը Տեր։ Թող մեր կյանքում լինի միշտ քո խաղաղությունը Տեր։ Տեր օգնի, որ քո խոսքին համեմատ մարդիկ լինենք, քո դուրը գանք, մեր սրտի դիրքը քեզ դուր գա Տեր, քեզ հաճելի լինենք, քո սրտին համեմատ մարդիկ լինենք Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզանից մեր եկեղեցու համար, այս ժամանակի համար, այսօրվա համար Տեր, որ կարանք գանք միասին, փառաբանենք քեզ, երկրպագենք քեզ, գոհանանք քեզանից, խոսանք քո խոսքի մասին Տեր, շնորհակալ ենք քեզ։ Մենք շնորհակալ ենք քեզանից ամեն մի բարի դուրքի համար, որովհետև ամեն մի բարի դուրքը քեզանից ավերևից լույսի հորից։ Մենք գոհանում ենք քեզանից Տեր։ Դու ամենակարող Աստված ես։ Դու ես Տերերի Տերը, զորավոր արքան, Աստվածների Աստվածը, Թագավորների Թագավորը։ Մենք քո ժողովուրդն ենք Տեր։ Շնորհակալություն այդ անվան համար Տեր։ Շնորհակալություն, որ այդ պատիվն ունենք Տեր։ Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար Տեր։ Գոհանում ենք քեզանից Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սես փառք Տիրոջը, ամեն։ Կաս մեծ հեղինակավոր ժպտով ժպտաս կողքինիդ, որ իրա դարդերը հերանան ու հանգիստ նստես ու լսես Աստծո խոսքը։ Շնորհակալություն ձեզ։ Սես Աստված օրհնի ձեզ։ Այնքան լավ է, որ գալիս ենք հորտունը, չէ՞։ Ով է ուրախանում, որ հոր տուն է գալի։ Գիտեք, ես շատ եմ ուրախանում, որ հորս տուն եմ գնում, դաժե երկնային հորս տուն, շատ եմ ուրախանում, որ գնում եմ։ Կարամ այդ համ, ասենք, մորս հետ նստեմ, մի հատ չայ խմեմ, կոֆե խմեմ, մի քիչ զրուցեմ։ Ու իմ համար դա շատ թանկ է, գիտես, ինչքան ավելի ես տարիքով մի քիչ հասակը ավելանում է, այնքան ավելի ես գնահատում այդ ժամանակները։ Օրինակ, որ երիտասարդ էի, պատանի էի, սկի չի ուզում տունը մնայի։ Առավոտ դուս էի գալի, իրիկուն նոր տուն էի գալի։ Նու չես ուզում մնաս տունել, ընկերներիդ հետ ես, չգիտեմ աշխարհի ընկերներիդ հետ ես, ժամանակ ես ուզում հասկանաս դրսում։ Բայց երբ որ մի քիչ հասակը ավելանում է, հասկանում ես, որ ամենաթանկ ժամանակը հորդ տունն է։ Ու գիտես, մեր հոր տունն էլ է ամենաթանկ ժամանակը։ Երբ որ մարդիկ չեն ուզում գան եկեղեցի, հələ որ իրանք պատանի են, հələ որ չեն հասկանում, որ կարելի է գալ հոր տունը ու օրհնվել։ Ամեն։ Տերը օրհնի, որ մենք միշտ գիտես մեծ ցանկությունով գանք հոր տուն։ Որովհետև մեր հոր տունն է, ամեն։ Մեր հոր տունն է։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Սելս այսօր ուզում եմ խոսամ մի հետաքրքիր թեմայով։ Քարոզի անունն ասեմ, թե հետո ասեմ։ Լավ ասեմ։ Սա իմ կոտրված տաշտակը։ Տենց եմ անունը դրել։ Հիշում եք որտեղս է գալ այդ կոտրված տաշտակը։ Այդ ոսկե ձկնիկի պատմությունից։ Գիտես շատ հաճախ մարդիկ վերադառնում են իրենց կոտրված տաշտակին։ Ասում են՝ «Հին է, բայց իմն է»։ Իմ կոտրված տաշտակն է։ Ուզում եմ այսօր խոսամ այդ մասին, որ շատ կարևոր է, որ մենք չնահանջենք։ Գիտես, Տիրոջ խոսքի մեջ շատ տեղեր կա, որ խոսում է, որ հետ գնալը լավ բան չի։ Պետք չի հետ գնալ, չնահանջես երբեք։ Դու եկել ես Տիրոջ մոտ, դու ընդունես Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ, ու գնում ես Տիրոջ խոսքի մեջ, երբեք չնահանջես սիրելիս։ Երբեք չնահանջես։ Տարբեր իրավիճակներ են լինում մեր կյանքում, որ ուզում եմ մեզ գցի մեր հետ բերի, բայց մենք պետք է վերադառնանք մեր Տիրոջ մոտ միշտ, բարձրանանք ու հետ չնահանջենք, որովհետև Զորավոր Աստված ուզում է, որ մենք առաջ գնանք ու հաղթենք։ Մի երկու տարի առաջ մեր տարվա խոսքը հետաքրքիր էր, մեր նշանաբանը հաղթում ենք առաջ։ Ես այնքան եմ սիրում այդ խոսքը։ Հաղթում ենք առաջ։ Մենակ հաղթում ենք ու առաջ։ Ուզում եմ սկսեմ Աբրահամի պատմությունից, Ծննդոցից 24-րդ գլխից առաջի խոսքից։ Աբրահամը մեծ էր եւ իր օրերն հասկացած։ Տերն ամեն բանում օրհնել էր Աբրահամին։ Օրհնված կյանք ուներ։ Աբրահամն ասեց իր ծառային, իր տան ավագին, որ իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր։ Ձերքը դիրի մի երանքի տակ, եւ ես քեզ երթում եմ տալիս Տիրոջով, երկնքի Աստծով եւ երկրի Աստծով, որին որդու համար կին չես առնի քանանացիների աղջիկներից, որոնց մեջ ես բնակվում եմ, այլ կգնաս իմ երկիրը ու իմ ազգականների մոտ եւ իմ որդի Իսահակի համար կին կառնես։ Հետաքրքիր իրավիճակ է։ Մարդ եկել է, Աստված ասել է կգնաս այս երկիրը, քեզ խոսք եմ տալու, որ այս երկիրը քեզ եմ տալու, խոսում երկիր ես գնալու, բայց իր ծառային կանչում ասում է լսի, որ որդուս կինես ժամանակը գալով որդուս կին առնես, պետք է գնաս իմ երկիրը, իմ ազգականներից առնես։ Հետաքրքիր բան է։ Ու ծառան ինչ ասում, ասում է, ծառան ասեց նրան,
Գուցե այդ կինը չուզենա իմ հետևից այս երկիրը գա։ Արդյոք քո որդուն տանեմ այն երկիրը, որտեղից դու դուրս եկար։ Ասում է, եթե այդ կինը չուզեցավ գա, ասենք տենամ եմ, լավ աղջիկ է, բայց չի ուզում գա։ Որդուդ հետ տանեմ այն երկիրը։ Վերադառնա որդի, թե չէ։ Ու Աբրահամը հետաքրքիր պատասխան է տալի, ասում է Աբրահամը ասեց նրան. «Զգուշացիր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ։ Տեր երկինքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից եւ իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ եւ երդվեց ինձ ասելով, թե քո սերնդին եմ տալու այն երկիրը, նա իր հրաշտակին կուղարկի քո առաջ, եւ դու այնտեղ կին կառնես իմ որդու համար։ Իսկ եթե կին չուզենա քո հետևից գա, այն ժամանակ դու իմ այս երդումից անպարտ կլինես։ Միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես»։ Եվ ծառան իր ձեռքը դրեց իր տիրոջ Աբրահամի երանքի տակ եւ երդվեց այն բանի համար։ Հետաքրքիր է, երկու անգամ մի բան ասում։ Գիտես Աստվածաշունչը եթե կարդում ես, եթե մի բանի մասին մի հատվածում երկու անգամ ասում, պետք է ուշադրություն դառնես դրա վրա։ Ասում են այ որդուս չվերադարձնես, ասում զգուշացի, հանկարծ որդուս չվերադարձնես այդ երկիրը։ Ասում եթե դաժե այդ կինը չգա, մեկը որդուս չվերադարձնես, քո երթումից ազատ ես, բայց որդուս չվերադարձնես հանկարծ։ Գիտես որտեղ բան կա, որտեղ քեզ Տերը մի տեղ է տանում։ Եթե Տերը քեզ խոստում է տվել, քեզ մի տեղ է տանում Տիրոջ խոսքը, պետք է երբեք չնահանջես։ Պետք է երբեք չնահանջես ու հասկանաս, որ դու վերադարձի ճանապարհ չունես։ Գիտես թե որտեղ Աբրահամը հասկանում էր, որ իր հարսը պետք է իրենց հետ գնա առաջ, ոչ թե իր որդին պետք է հետ գնա, այլ հարսը պետք է գնա առաջ, հետը։ Սերս ով որ ամուսնացած չի, երբ որ դու ամուսնանալու ես, շատ կարևոր է, որ քո կինը կամ քո ամուսինը քո հետ գա Տիրոջ հետևից, ոչ թե դու հետ գնաս աշխարհ։ Ոչ թե դու պետք է նահանջես, այլ ինքը պետք է առաջ գնա։ Թող Տերը օրհնի, որ մենք միշտ իմաստուն լինենք այդ հարցում։ Չմտածես, որ եթե ոչինչ, մի քիչ կարամ հետ համ, հետո ժամանակը գա, մի քիչ առաջ կգնանք։ Չես լես, ես շատ մարդիկ գիտեմ, երբ որ այդ թակարդ անկել են։ Սրես մենք պետք է առաջ գնանք, հաղթում ենք առաջ։ Չնահանջես, հետ չգնաս։ Աբրահամը ասում է չվերադառնաս հանկարծ, որդուս չվերադարձնես։ Մի ուրիշ պատմություն եմ ուզում կարդամ, երբ որ երկրորդ օրինացում Տերը խոսում է թագավորի մասին։ Ասում է մի բան գիտեր սկզբից։ Ասում է 17-րդ գլուխը 14 օրքից ասում է, երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստված տալու է քեզ, տիրես նրան եւ բնակվես նրա մեջ ու ասես, ինձ վրա թագավոր դնեմ, իմ շուրջ գտնվող բոլոր ազգերի նման։ Գիտես չէ, այն վաղ չկար թագավոր։ Ասում է գիտեմ, որ ժամանակը գալու է, մտնելու եք, մեկը թագավոր եք ուզելու։ Որ ժամանակը կա, որ թագավոր ուզեք, ձեր կողքի ազգերի նման։ Ասում է անպատճառ քեզ վրա թագավոր կդնես նրան, որին կընտրի քո Տեր Աստված, քո եղբայրներից քեզ վրա թագավոր կդնես։ Դու չես կարող քեզ վրա թագավոր դնել մի օտարականի եւ քո եղբայրներից չի, որ քո եղբայրներից չի։ Ասում է սակայն ինչի համար չես կա դնես։ Ասում է սակայն նա շատ ձիեր չունենա եւ ժողովրդին չվերադարձնի Եգիպտոս։ Ձիերի շատացնելու համար, որովհետեւ Տերը դες ասել է այդ ճանապարհով այլևս ետ չդառնաք։ Երբ որ Տերը քեզ Եգիպտոսից հանել է, Եգիպտոսը աշխարհի խորհրդանիշն է։ Որ Տերը քեզ Եգիպտոսից հանել է, ասում են նայ հանկարծ քո թագավորը չասի քեզ հետ դառնանք Եգիպտոս։ Կարող է ձիերը քիչ լինեն իրա, շատ էր ունի ուզի ավելի շատացնի, բայց դրա համար չգնաս Եգիպտոս, չվերադառնաս։ Այսօր ուզում եմ ասեմ չվերադառնաս սիրելիս։ Չվերադառնաս այն հին կոտրված տաշտակին, որ Տերը քեզ հանել է դրանից։ Տերը քեզ շատ լավ բաներ է տվել, օրհնություններ է տվել, շատ կարևոր է որ մենք չնահանջենք։ Բայց ինչ պատճառներ է լինում, ինչի համար են մարդիկ նահանջում։ Ինչի համար են մարդիկ վերադառնում հին կյանքին հետ, կոտրված տաշտակին, խի են գնում մարդիկ։ Դες տարբեր պատճառներ կա։ Մի քանիսի մասին այսօր ուզում եմ խոսամ։ Իմ ամենասիրած տեղերից մեկն եմ ուզում կարդամ Ասաֆի Սաղմոսն է, 73-րդ Սաղմոսն է։ Գիտես այս խոսքը շատ քիչ մեկնաբանելու կարիք ունի, որովհետև այս խոսքը շատ հաճախ ինքը իրան մեկնաբանում է։ Ուզում եմ կարդամ Ասաֆի Սաղմոսը 73-րդ Սաղմոսից երկրորդ խոսքից, ասում է. «Եվ քիչ էր մնացել, որ ոտներս ծռվեին եւ բան չէր մնացել, որ գնացքս սահեր, որովհետեւ նախանձով լցվեցա հպարտների վրա, ամբարիշների խաղացությունը տեսնելիս»։ Նայում ես, մարդիկ առանց Տիրոջ ապրում են ու լավ էլ ապրում են։ Գործերը հաջողվում է, գումարներ ունեն, փողեր ունեն, տներ ունեն, ավտոներ ունեն, առողջ են։ Նայում ես, ասում ես չհասկացանք։ Ես քեզ ծառայեմ սենց սաղ կյանքս։ Ով քեզ ծառայի, ով լավ ապրի։ Մեկ գալիս է դες միտքեր գիտես, Ասաֆը, այս որ խոսքերը գրում է, սովորական մարդ չի գրում, չէ՞։ Տիրոջ հոգով ներշնչված մարդ է գրում, որովհետև ինքը հասկանում էր, որ բաներ կար, որ հավատացյալների կյանքում գալիս է։
Տիրոջ հետևից գնում ես, բայց նայում ես այս աշխարհին, մեկը տենում ես մարդիկ, որ Աստծո հետևից չեն գնում, ավելի լավ են իրանց զգում։ Թվում է թե լավ են զգում իրանց։ Եվ դու շարունակում եմ։ 4 խոսքից ասում է, որովհետև նրանք ցավ չունեն մինչև իրանց մահը։ Եվ նրանց մարմինը փափուկ է։ Նրանք մարդի նեղության մեջ չեն եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։ Սրա համար ամբարտավանությունը վզանոցի պես պատում է նրանց եւ բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։ Նրանց աչքերը պարտությունից դուրս են գալիս։ Իրանց սրտի խորհուրդների պես են կենցաղավարվում։ Ծիծաղում են եւ շարությունով բռնություն խոսում։ Բարձից են խոսում։ Իրանց բերանը երկնքում են դնում, բայց նրանց լեզուն երկրի մեջ են գալիս։ Ասում եմ, մարդկանց գործի մեջ չկան։ Ոչ մեկի նման չեն տանջվում, ոչ մեկի նման չեն չարչարվում, հպարտ են, վերևից խոսում են, ում տենան անուն են դնում, ամեն ինչին անուն, դες մարդիկ կան, չէ՞, կյանքում, մեկ տենում ես։ Ում տեսես անունա դնում, Սաղևրին անունա դնում, ինքը իրան լավ ազգում, ինքը գիտի թե ինքն վերջի տղեն է, այլ կինոյի լավ տղեն է։ Բայց Տիրոջ մեջ չկա այդ մարդը։ Դες շատ մարդիկ են տենց հանդիպում, դու ասում ես չհասկացանք։ Բայց խի էլի, խի օրինակ։ Օրինակ իմ պահով ասեմ, հիշում եք, ես վկայել եմ առաջին որ քարոզում եմ, ասենք իմ որդուս ծնվելու մասին, որ քանի տարի ես սպասում եմ, որ որդիս ծնվի։ Ես մտքեր են գալի, ասում են չհասկացանք, այն նարկոման ալկոգոլիկը խմում, միտեղ մեկի հետ մի վատ բան անում, մեկի միանգամ զղիացա։ Դու ասում ծառայում ես, Տիրոջ տան մեջ ես, տարիներով սպասում ես երեխա չունես։ Գալիս է այդ մտքերը, գիտես։ Գալիս է։ Կարող է մենակ իմ մոտը գալի կները, բայց գալիս է այդ մտքերը։ Գալիս է, մեկը դեռ ես գործը ոնց որ մի քիչ գումարներ չես կամ իրար վրա գցես, վարձով ես ապրում, մեկը դեռ ես այն որ Սկի ասում չել բանի տեղ չտում իրա խոսքը մեկը դեռ ես քանի հատ տուն ունի, չգիտեմ ինչ ունի, մտածում ես այդ մասն, ասում ես խի բայց։ Ասենք ո՞նց անեմ, կարող է սխալ եմ անում մի բան։ Կարող է ես մի բան սխալ եմ անում։ Ու ասա շարունակում է, ասում է դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ եւ լիությամբ պիտի ջուր քամեն իրանց համար։ Եվ ասում են. Աստված ինչպես գիտի։ Եվ կա արդյոք գիտություն բարձրալի մոտ։ Մտածում կարող է Աստված չգիտի հանկարծ։ Կարող Տերը չի տենում։ Չես տենում։ Նայ։ Չես տենում։ Ու ասում են սրանք են, ահա ամբարիշները, որ հաջողակ են այս աշխարհում։ Այս աշխարհում սիրելիս։ Այս աշխարհում։ Եվ ավելացնում են հարստությունը։ Ասում են նայում ես, այս աշխարհում հարուստ են, այս աշխարհում հաջողակ են, բայց այս աշխարհում։ Ասում են եթե ասեի, թե ես էլ նրանց նման կխոսամ, ահա քո որդկանց ազգին նենգություն կանեի։ Եվ ես միտք արի, որ իմանամ այս։ Սակայն դժվար էր իմ աչքի առաջին։ Ասում եմ ես մտածեցի այդ մասին, բայց դժվար էր իմ աչքի առաջին։ Այդքան էլ հեշտ չի հասկանալը։ Գիտես մենք ամեն ինչ գիտենք, մենք գիտենք որ Աստծո հետևից պետք է գնանք, օրհնություններ կգան մեր հետևից, մենք պետք է մաքուր ապրենք, սուրբ ապրենք, բայց երբ որ տենում ես այս բաները, մեկ սկսում ես կասկածել հանկարծակի։ Սկսում մտածել կարող է սխալ եմ մի բան անում։ Կարող մի քիչ պետք է կոմպրոմիսի գնամ մեղքի հետ։ Կարող մեկ պետք է ասենք ուրիշ ձև պահեմ ինձ։ Ինչ անեմ, սրբությունով ապրում եմ, բայց ումն է պետք է իմ սրբությունը, եթե բան չունեմ։ Մարդիկ տես մտածում են, բայց սիրելիս մի բան եմ քեզ ասում, միջև որ Աստծո սրբության տեղը մտա եւ նրանց վերջը իմացա։ Ասում սենց էի մտածում, ասում եմ, բայց երբ որ մտա Տիրոջ սրբության մեջ, ասում եմ նրանց վերջը հասկացա։ Ասում եմ իրավի որ դու նրանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց։ Ինչպես հանկարծակի փչանում սատակում կորչում են զարհուրանքով, ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես դու Տեր զարթնելիս կանարգես նրանց պատկերը։ Եվ ասում եմ, երբ որ դառը ցավեցա իմ սրտը եւ իմ երիկամուկները խոցվեցան, այն ժամանակ ես հիմար եղա եւ չիմացա, ինչպես անասուն եղա քո առաջին։ Կներես ես չեմ ասում, ես Աստծո խոսքն ասում, ասում եմ, երբ որ ես տենց մտածեցի, ասում եմ, ես հիմար էի, չէի հասկանում, որ սրանց վերջը լավ չի լինելու։ Կարևորը վերջն է, սիրելիս։ Կարևորը վերջն է։ Մի քիչ համբերի ապրել կա։ Մեր ով է շատ ասել եմ ասել է։ Մի քիչ համբերի ապրել կա։ Կարող է դու այսօր գնում ես մի դժվարության մեջ, ոչինչ, մի քիչ համբերի։ Տիրոջ օրհնությունները երբեք չեն, գիտես, քեզ երկար չես սпасելու։ Տերը գալու է, Տերը օրհնելու է։ Բայց եթե անգամ ասում տենում ես մեկը միջև իրանց մահը չեն տանջվում, բայց եթե անգամ միջև իմա դու անցնում ես դժվարությունների միջով, մեկը այնտեղ հավիտենական կյանք է։ Ամենակարևորը հավիտենական կյանքն է։ Ու հետո վերջացնում է, ասավ ասում է, բայց միշտ քեզ հետ եմ, իր մասն է խոսում, ասում է, դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր, դու առաջնորդում ես ինձ քո խորհրդով եւ վերջը փառքով կընդունես ինձ։ Ով ունեմ երկնքում եւ քեզանից ոք բան չեմ ուզում երկրի վրա, թեև մարմինս ու սիրտս մաշվի, Աստված հավիտյան իմ սրտի ուժն ու իմ բաժինն է։ Մենք երգում ենք, չէ՞, Տերն է իմ բաժինը։ Ասում Տեր, դու իմ բաժինն ես, որտեվ ահա քեզանից հրացողները կկորչեն։ Դու կսատկացնես բոլոր քեզ դեմ շնացողներին, բայց ինձ համար բարի է մոտենալ Աստծուն։
Իմ հույսը Տեր Աստծո վրա եմ դնում եւ քո ամեն գործերը պատմելու եմ։ Թող Տերը օրհնի մեզ, որ մենք մեր հույսը Տիրոջ վրա դնենք, որ Տերն է մեր ապավենը, Տերն է մեր ապաստանը, ամեն։ Ես հետաքրքիր է, Սամոս երգիչը ասավ, ասում է, ես տեսա, որ մարդիկ այս աշխարհում օրհնություններ են անում, օրհնություններ են տեսնում, իրենց կյանքը վրոձի առողջ են, գումարներ ունեն, ամեն ինչ ունեն, ամեն ինչ լավ է, ու նախանձեցի։ Ժամանակ եկավ նախանձեցի։ Դες սիրելիս, այդ հիմնական պատճառներից մեկը այդ է, որ մարդիկ տենում են, որ ամբարիշտ մարդիկ, անհավատ մարդիկ լավ են ապրում, ասում են կարող է, ես էլ հետ դառնամ, նորմալ մարդավորի ապրեմ։ Հենց եկա Տիրոջ մոտ գործեր թարսվեցին։ Լավ գնում էի։ Սա ստացում էր։ Հա ինչ անենք, ոչ մարդկանց խափում էի, բայց լավ գումարներ ունեի։ Բայց ես սկսեցի մաքուր ապրել, սուրբ ապրել, մեկը տենում ես դժվարացավ գործերս։ Մեկը տենում ես երեխուս երկար եմ սպասում, տարիներ եմ սպասում։ Մեկը տենում ես հիվանդություն կա կյանքումս, բայց խի էլի։ Դեր, բայց քո հետևից եմ գալի, քեզ ծառայում եմ, խի։ Բայց գիտես սիրելիս, պետք է չնախանձենք այն մարդկանց, որ ապրում են առանց Քրիստոսի, որովհետև եթե Քրիստոսին չունեն, ոչ մի բան չունեն։ Ուզում ես սախ աշխարհ ունենան, բայց Քրիստոսին չունեն, ոչ մի բան չունեն։ Ես միշտ ասում եմ այդ խոսքերը։ Եթե Քրիստոսին չունես, ոչ մի բան չունես։ Դերոջ խոսքում մի հատ հետաքրքիր տեղ կա Ղուկասի ավետարանը 9:63 խոսքում ասում է Հիսուսը նրանց ասեց. ոչ ով, որ ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծո արքայության համար։ Երբ որ դու ձեռքդ արդեն մաճի վրա ես դրել, երբ որ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ես ընդունել, ուզում ես ապրես մաքուր ձևով, ուզում ես պտուղներ բերես, որ քո Տերը փառավորվի, հետ չնայես։ Հետ չնայես։ Հետ գնալու տեղ չունես։ Մենք հետ գնալու տեղ չունենք։ Մենք երկինք ենք գնում, վերև ենք գնում, առաջ ենք գնում։ Նահանջելու տեղ չունենք։ Մենք հետ դարձի տեղ չունենք, մենք գնում ենք երկինք։ Մի ուրիշ պատճառը, որ մարդիկ հեռանում են Տիրոջից, հեռանում են եկեղեցուց, դա գիտես պարտություններն է, որով ամեն մեկի կյանքում էլ գալիս են մի բան, որ դու ասենք սայթակում ես, մի սխալ բան ես անում։ Ու գիտես մարդիկ հետո ամաչում են, ասում են ես sense բան արեցի, արդեն ամաչում եմ եկեղեցի գամ, ամաչում եմ Տիրոջ մոտ գամ, ամաչում են հավատացյալներից, ամաչում են քրիստոնյաներից։ Դա մի քիչ կարևորել է, որ մենք էլ բան անենք, գիտես ոնց, եթե մարդը սայթակել է կամ մի սխալ բան արել, պետք չէ որ հաջորդ անգամ գա եկեղեցի, այսպես նայես վրան։ Sense։ Նայես, ես դու եկար, ու մարդ իրան վատ զգա։ Գիտես չէ, սիրելիս, որովհետև ամեն մեկս էլ սխալ գործում ենք։ Ամեն մեկս էլ։ Ամեն մեկս էլ մեր բաներն ունենք, որ շատերը չգիտեն։ Մեր ծածուկ սենակներում մեկը տենում ես մի հատ սխալ բան արեցինք, մի հատ սխալ միտք եկավ, մեկից էլ մեկին նախանձեցինք, մեկի համար բամբասեցինք մեկի մասին։ Դա ոչ մեկ չի տենում։ Բայց դու գիտես, որ դու կատարել մարդ ես։ Ես կատարել մարդ չեմ։ Ապաշխարում եմ ձեր առաջ։ Կատարել չեմ։ Բաներ կա, որ հետո ժամանակ անցնում զղջում եմ, ասում եմ, իսկ ի արեցի բայց։ Ուր էի նայում, ինչ էի տենում։ Ի արեցի sense։ Մեր ամեն մեկի կյանքում էլ լինում է։ Ու միտեղ եմ ուզում կարդամ առաջի Տիմոթեոս առաջի գլուխը 12-րդ խոսքից Պողոս Արաքյալն ասում է. Եվ շնորհակալ եմ ինձ ձեր Տեր Հիսուս իմ Տեր Հիսուս Քրիստոսումը զորացնողիցը, որ ինձ հավատարիմ համարեց եւ սպասավորության մեջ դրավ, որ առաջուց հայույչ եւ հալածող եւ թշնամող էի։ Գիտես Պողոս Արաքյալը այնքան թշնամող բաներ արել, երբ որ դեռ դարձի չէր եկել։ Ինքը ստիպում էր մարդկանց հայոյել Հիսուսի անունը։ Պատկասում ես, հավատացյալներին բռնում էր, ստիպում էր հայոյել Քրիստոսի անունը։ Ասա, բայց ողորմություն գտա, որովհետև չգիտենալով էի գործում անհավատությունով։ Ճշմարիտ է այս խոսքը եւ ամեն ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուսը աշխարհը եկավ մեղավորներին փրկելու, որոնց առաջինը ես եմ։ Պողոս Արաքյալը ասում է, այդ մեղավորներից առաջինը ես եմ։ Ես եմ։ Եթե Պողոս Արաքյալը ասում է ինքը մեղավոր է, ես եղել, կարող մենք էլ ասենք, էլի մեղավոր ենք եղել, չէ՞։ Ասում սակայն նրա համար ողորմություն գտա, որ Հիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցույց տա բոլոր երկայնամտությունը, օրինակ լինելու նրանց, որ պիտի հավատան նրան հավիտենական կյանքի համար։ Ասում երբ որ ինձ ներես, դա օրինակ է, որ քեզ էլ է ներելու։ Ցերես եթե սխալ ես գործել, ոչինչ։ Տերը ողորմած է, Տերը ներում է։ Իհարկե պետք է ապաշխարես ու փորձես սխալ չգործել։ Չեմ ասում, գիտես, մարդիկ կան, որ գերբնական շնորհքի մասին են մտածում, չգիտեմ, ես ինչ շնորհքի մասին, կեղծ շնորհքի մասին են մտածում։ Ինչ ուզում ես արա, Տերը մեկը ներել է քեզ։ Մի անգամ Հիսուսին ընդունել ես Տեր ու Փրկիչ, всё ապրես։ Մալադես Դարտանյան։ Չէ, սիրելիս, այդ մասին չեմ ասում։ Եթե դու ապաշխարում ես, պետք է այդ մեղքը չգործես։ Պետք է փորձես մաքուր ու սուրբ ապրես։ Քրիստոսական կյանքը սուրբ կյանքի մասին է։ Զատված կյանքը պետք է սուրբ լինի։ Բայց ասում եմ, եթե դու հագար սայթակեցիր, միտեղ ընկար, սխալ բան արեցիր, ոչինչ Տերը ողորմածը քեզ ընդունում է։ Տերը ընդունելու է քեզ։ Մի ուրիշ տեղել եմ ուզում կարդամ, Սիմոնին է ասում։ Մի հատ հետաքրքիր կինո կա, նայեք բրիլյանտովը ռուկան։ Ասում է Սիմոն Սիմոնիչ։ Ամեն Տերն ասում է Սիմոն Սիմոն։ Ասում է
Ղուկասի 22 գլուխը 31-րդ խոսքից ասում է. Եվ Տերն ասեց. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղեց սորենի պես, բայց ես աղաչեցի քեզ համար։ Նախորոք ասում, որ քո հավատքը չպակասի։ Ինչ հավատք մասնախոսում, պետք է չպակասի, պետք է պակասի, այսինքն, ինչի մասն է Հիսուսը խոսում, ասում է, եւ դու երբ որ դառնաս, եղբայրներիդ հաստատիր, որովհետեւ Տերը գիտեր, որ ուրանալու է Պետրոսը։ Ասում է, երբ որ դու դառնաս, եղբայրներիդ հաստատիր։ Ասում է, դու համ ուրանալու ես, ընկնելու ես, շատ դժվար է լինելու համար, բայց երբ որ դու դառնաս, եղբայրներիդ հաստատիր։ Ասում ասի Պետրոս, իհարկե դու կարող ես սխալներ գործես, կարող ես մեղք գործես, բայց Տերը ողորմած է, ես քեզ ներելու եմ, ես քեզ ընդունելու եմ, բայց որ դու դառնաս, եղբայրներիդ հաստատիր։ Ես ուզում եմ ասեմ, Պողոս Արաքյալը ու Պետրոս Արաքյալը ամեն մեկն էլ եղել են 9 իրավիճակում, որ ներողության կարիք են ունեցել, որ իրանց ներեն, որ ողորմության կարիք են ունեցել։ Մենք էլ պետք է հասկանանք, որ մենք էլ ունենք ողորմության կարիքը։ Մեկ լինում է, որ մենք սխալ բաներ են անում, սխալ մտքեր են գալի, մեր եղբայրները ու քույրերն են սխալ բաներ անում։ Պետք է կանանք սիրենք իրանց ու ընդունենք։ Եթե Քրիստոսը ընդունում է, ես ու դու էլ պետք է ընդունենք։ Մենք իրավունք չունենք չընդունենք։ Թող Տերը օրհնի մեզ։ Մենք գիտես չենք ուզում վերադառնանք, տաշնի ուզում ենք վերադառնանք։ Այսօր բանն է 25-ն է, չէ՞, մայիսի, վերջին զանգն է։ Շատերն ասում են, դպրոցի տարիքս ինչ լավն էր։ Վերադառնամ դպրոցի տարիքից, ուսանողական տարիքից, ինչ լավ էր այդ տարիքը, չէ՞։ Շատ մարդիկ կան, որ դες խոսում են, ասում են, ոչ ցավ գիտեի, ոչ դարդ գիտեի, ինչ հավես էր։ Դպրոց գնա, դասեր սովորի տուն արի։ Ուտելիքը կա, շորերդ պատրաստ է, ամեն ինչ կա։ Չէ, հանգիստ քնի, չէ՞։ Մարդիկ մտածում են, այդ վերադարձի մասին շատ ենք մտածում ենք իսկական։ Ես ծնվել եմ սովետական միությունը փլուզվել է, բայց շատ մարդիկ կան, որ ասում են կոմունիստի ժամանակով շատ լավ էր։ Սա շատ լավ չէր, աստված չկար, ինչ լավ էր։ Դրա լավ ո՞րն է։ Անհավատության մեջ ինչ լավ բան կա։ Հա ինչ անենք, որ քեզ լավ ես զգացել։ Բան չես տեսել, բան չես ուզել։ Բայց այդ լավը ի՞նչն է դրա։ Դրա լավը ո՞րն է, որ աստված չկար։ Եթե աստված չկա, ոչ մի լավ բան չի կարա լինի։ Ինչ էլ ուզում անի, ուզում ոսկի գլխի տնկնի, չգիտեմ, բայց որ աստված չկա, ումն է պետք։ Ամեն։ Մենք շատ հաճախ մտածում ենք, հետ գնամ այն ժամանակները, հետ գնամ սրան, հետ գնամ նրան, հետ գնամ դպրոցի ժամանակները, հետ գնամ ուսանողական ժամանակները, հետ գնամ երիտասարդ ժամանակները, հետ գնամ սրան, հետ գնամ նրան, հետ գնալու ճանապարհ չկա։ Չնահանջես, առաջ ես գնում, հաղթելու ես, առաջ գնաս։ Մենք սխալների դեպքում ենք շատ հաճախ նահանջում, ասում ենք դե ամոթա չգնամ եկեցի չուզեմ, բայց Պողոս Արաքյալը հետաքրքիր խոսքեր ասում է Ֆիլիպպեցիս 3-րդ գլխի 13-րդ խոսքն եմ ուզում կարդամ։ Ասում է եղբայր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ։ Բայց մեկ բան կա, յետևի բաները մոռանալով դեպի առաջի լինողներին եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը Աստծո վերին կոչումի մրցանակին։ Քրիստոս Հիսուսումը։ Այդ որոքս կատարել ենք, այս մտածենք, եւ եթե մի բան ուրիշ կերպով ենք մտածում, այն էլ Աստված կհատնի մեզ։ Ասում է, նայ, դժվարությունները որ կա կյանքում, սխալները կա, քեզ լավ չես զգում, բայց Պողոս Արաքյալը հետաքրքիր է։ Իր ասքի հաղթանակների մասներ չի ուզում մտածել, ասում է, հետինն անցան, ես արդեն նոր բան եմ գնում։ Ես արդեն մոռանում եմ այն անցածը, որ ունեցել եմ։ Անցած հաղթանակներն է պետք է մոռանաս։ Պետք է հիշես, որ Տիրոջով հաղթել ես, բայց պետք չի գիտես, շատ հաճախ է լինում, որ մարդկանց խոսում ես, մի 20 տարի արդեն եկեղեցում են, հավատացել են, որ ասում ես Տիրոջ գործերի մասին կաս, պատմես ինչ արել Տերը քո կյանքում, ինչ հայտնություններ ունես, պատմում են ինչ որ եղել է 20 տարի առաջ, ոնց են ապաշխարել, ոնց է Հիսուսը մի հատ փրկություն արել։ Գիտես, եթե դու ու ես, եթե Քրիստոսի մեջ գնում ենք, մեր հաղթանակները շարունակվում են։ Մեր վկայությունները շարունակվում են։ Պետք չի հին հաղթանակներով ապրել։ Հիշես հինի մասին, այնքան լավ էր, այնքան լավ էր, այնքան լավ էի ինձ զգում։ Մի հատ sense տուն ունեի, մի հատ sense ավտո ունեի, Ժիգուլի էի քշում, վայ, այն վաղ Վոլգա որ քշում էին, մենակ Գաուսներն էին քշում։ Ես Վոլգա եմ քշել ժամանակին։ Պետք չի այդ հաղթանակները դիշես։ Դեմում եկա հաղթանակներ կան, շատ եկա հաղթանակներ կան։ Պետք է ուղղակի առաջ գնաս։ Պետք է առաջ գնաս։ Չհիշես հետևի հաղթանակները։ Լավը որ ունեցել ես, Աստվածորներ որ ավելի շատ ունես, արժևում մոտ։ Բայց պետք չի հետևինով ապրես։ Պողոս Արաքյալը ասում է, ես չեմ ուզում հիշեմ այն հաղթանակները, որ ունեցել եմ։ Առաջ եմ գնալու, որ Տիրոջում ստանամ իմ վսակը։ Առաջ եմ գնալու։ Ցես պետք չի մեր հաղթանակներով ապրենք։ Պետք է մեր հաղթանակները թողենք հետևում, գնանք առաջ նոր հաղթանակների համար։ Այսքան բան ունեցել ես, գնա առաջ, որ ավելի շատ ունենաս։ Թող Տերը օրհնի քեզ։ Հարկ Տիրոջը։ Ու դե խոսացի, որ հին կյանքին են գալի շատերս։ Հաղթանակից ես գալի հին կյանքին,
ուզում ես հիշես այդ հաղթանակներդ, ուզում ես հիշես լավ ժամանակներդ, մեկ կա պարտությունից այ հետ գնում հին կյանքին, որովհետև հասկանում եմ, որ էլ չի ուզում եկեղեցի գնա, ամաչում է գա եկեղեցի։ Մեկը նայում է այս աշխարհին անավատներին, տենում է, որ իրանք լավ են իրանք զգում, էլի հետ է գնում, ասում է, դե այս զուր է սրբությունը, իմաստ չունի այս սուրբ ապրելը, մաքուր ապրելը, որովհետև եթե Ասաֆի Սաղմոս այս տեղերը չկարդացի, բայց ասում է, կարող է զուր եմ իմ ձեռքերը մաքրությունով լվացում, կարող է զուր եմ իմ սիրտը մաքուր պահում, սուրբ պահում, կարող է զուր եմ ապրում տենց։ Ես Ասաֆ ասում եմ, կարող է որ բաները տեսնում է, ասում եմ, կարող է զուր եմ ապրում, կարող է իմաստ չունի։ Հանկարծակի կարող է սխալ բաներ եմ անում։ Պետք է տես չմտածենք։ Շատ բաներ կա, որ մեզ դրդում է, որ հետ գնանք մեր 5 կոտրված տաշտակին։ Ասում ես իմն է, իմ կոտրված տաշտակն է։ Բայց գիտես, հին կյանքը այդքան էլ լավ չի։ Ուզում եմ մի հետաքրքիր պատմություն կարդամ ձեր հետ, միշտ կավարտենք այսօրվա ծառայությունը, բավականին երկար պատմություն է, ամեն մի խոսքը այնքան հետաքրքիր է, ամեն մի խոսքը որ բացես, ես թվում է ժամեր է պետք, բայց փորձենք մի քիչ անցողիկ անցնենք։ Երբեմն մարդիկ ցանկանում են վերադառնալ հին կյանքին, գիտես ոնց, մտածելով որ կարող է այնտեղ ավելի լավ էր, այն բանը ես գիտեմ, նրա մեջ լավ կարամ ընթանամ, որովհետև այդ բանի մասնագետ եմ ես արդեն։ Մի հետաքրքիր պատմություն կա, Աստվածաշնչում գրած, երբ որ արդեն Հիսուսը հարություն էր արել, երբ որ եկավ եւ իր աշակերտներին հայտնվեց։ Ուզում եմ այդ պատմությունը կարդամ։ Հովհաննեսի 21-րդ գլուխն առաջի խոսքից ասում է. դրանից հետո հարություն առնելուց հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին եւ հայտնվեց այսպես. Սիմոն Պետրոսը, Թովմասը, երկվերը կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդոսի որդիները եւ աշակերտներից եւս երկուսը միասին էին։ Դեր քարքվել են իրար հետ։ Չգիտեն ինչ անեն, հələ որ չեն հասկանում, որ դե գնան ինչ անեն, ինչ կարգադրանք ունեն Տիրոջից, բաներ կա որ դեր հայտնի չի իրաց, չեն հասկանում ինչ անեն։ Ասում է Սիմոն Պետրոսը ասեց նրանց երրորդ խոսքից, ասում է գնում եմ ձուկ որսալու։ Այդ լավ գիտեմ այդ գործը, ես ձկնորս եմ, չգիտեմ տղեր ջան դու ոնց, բայց ես գնացի ձուկ որսալու, այդ համ 5 տաշտակից, այդ համ 5 գործից էլի։ Չգիտեմ ինչ անեմ, այդ համ 5 գործին։ Ասում է նրանք ասեցին, մենք էլ ենք քեզ հետ գալիս։ Ցավ գնացին ձուկ բռնելու։ Ասում է նրանք ելան եւ նա մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Լավ գիտեմ, պրոֆեսիոնալ են, ձկնորս են ուժը։ Բայց սա գիշեր ոչ մի չբռնեցին։ Գիտես մի բան եմ ուզում ասեմ քեզ։ Երբ որ դու Տիրոջից հեռանում ես, վերադառնում ես քո հին կյանքին, անպատվություն է գալի։ Դու փորձում ես հին բան անես, ասում ես, ախր մոտս լավ էր ստացվում, բայց մեկ դեռ մեզ չի ստացվում։ Արդեն չի ստացվում, որտեղ արդեն դու վերանովդ ասես, արդեն Հիսուսին է, արդեն Հիսուս քեզ չի ուզելու թողի, որ դու հին կյանքիդ գնաս։ Տերը չի ուզում, որ դու հին կյանքիդ վերադառնաս, քո հին նավակին վերադառնաս, ու էլի ձուկ բռնես։ Տերը ինչ էր ասել ձեր։ Ասել է ձեզ արդեն մարդ որսող եմ դառնալու։ Արդեն մարդ պետք է որսակ, ոչ թե ձուկ բռնեք, չէ՞։ Արդեն դու մարդի որսորդ եք դառնալու։ Տերը ուրիշ բաներ ուներ իրանց համար պատասխան, արդեն ուրիշ նպատակ ուներ։ Բայց այս մարդիկ ասում են, դե հələ որ չգիտենք ինչ անենք, եթանք ձուկ բռնելու։ Ասում են, երբ արդեն առավոտ էր, Հիսուսը լճապին կանգնած էր։ Սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ Մի բան էլ կա։ Գիտես, երբ որ դու վերադառնում ես հին կյանքին, կարող է ժամանակ գա, որ Տիրոջը չճանաչես արդեն։ Երբ որ քո հին կյանքին ես գալի, հին ձևով ես վարվում, ժամանակ կարող է որ Տիրոջը տենաս, բայց չճանաչես։ Ասում եմ Տիրոջ տեսան, բայց չճանաչեցին։ Եթե ասում սակայն չճանաչեցին, ուրեմն կարող է չէ ճանաչեին, կարային չէ ճանաչեին։ Ասում սակայն չճանաչեցին։ Ասում այդ ժամ Հիսուսը ասեց նրանց. «Տղաներ, արդյոք ուտելու բան ունեք»։ Տերը կարող գա, ու կարող հարց տա քեզ։ Ասի ինչ ունես։ Ինչ ունես։ Ասում նրանք պատասխանեցին. «Ոչ, չունենք»։ Ասում իսկ նա նրանց ասեց. «Ուրկանը նավի աջ կողմը գցեք եւ կգտնեք»։ Նրանք գցեցին եւ ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Տիրոջ խոսքը կա։ Տերը ասեց ինչ պետք է անեք։ Ուր պետք է գցեք ձեր ուրկանը, ուր պետք է գնաք։ Ասում գիտես, ասում աջ կողմը գցեք, գցեցին։ Պատկերացնում ես, սա գիշերը ձուկ են բռնել։ Ոչ մի հատ ձուկ չեն բռնել։ Սոված ծարավ, տանջված, մեկը Հիսուս ասում է կողմը քիզ։ Միշտ ոնց որ ծիծաղել է լինի, չէ՞, ասենք պրոֆեսիոնալ ձկնորս են։ Սա կյանքը ձուկ են բռնել։ Մեկը գալիս ասում է, ճիշտ եք ձուկ բռնում։ Ուրկանային մի կողմը գցեք։ Ասում գցեցին ձուկը, բայց լսեցին Տիրոջ խոսքին։ Հետաքրքիր է, չէ՞։ Հնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Սա գիշեր ձուկ էին բռնել, բայց չէին կարծել ոչ մի հատ բռնել։ Բայց Տերը եկավ, ասեց ուրկանը աջ կողմը գցեք, գցեցին։ Ասում է այնքան շատ ձուկ կար, որ արդեն չէին կարող ուրկանը քաշեին դուրս անեին։ Ու մի բան հասկացան։ Այն ժամանակ աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Հովհաննեսը իր մասն է խոսում, էլի ուղղակի չի ասում ինձ։ Ասում է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, ասում է Պետրոսին ասես, Տերն է։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստը իր վրա գցեց, էլի կարևոր բան է։
որովհետև մերկ էր։ Եվ ջրի մեջ նետվեց։ Գիտես հետաքրքիր բան է։ Նայ, ասում մերկ էր։ Իր անկերների դեմ, իր հետ շրջապատի դեմ մերկ էր, բայց որ երբ հասկանում եմ որ Տերն է, ասում հագուստը վրան արդեն, որովհետև մերկ էր։ Գիտես մենք սթափվում ենք, երբ որ Տերն է գալի, պետք է մեկ քիչ սթափենք։ Երբ որ Տիրոջ ներկայությունը գալի, դու պետք է սթափվես։ Գիտես ինչ հաճելի կլներ շորտիկով գայի քարոզելու։ Իսկական շոկ է, չէ՞։ Շատ լավ կլներ երևի մարմնայինով, բայց եթե դու Տիրոջ առաջ ես գալի, շորերի մասին կներես, ուղղակի չեմ ուզում ասեմ, այն շորերի վրա ենք երդանաս, պետք է սթափենք, երբ որ Տիրոջ ներկայությունն է գալի։ Երբ որ Տիրոջ ներկայության մեջ ենք գալի, երբ որ լսում ենք որ Տերն է, պետք է սթափվենք։ Պետք է մի քիչ լուրջ նայենք մեր կյանքին։ Հասկանանք, որ մենք գործ ունենք երկինքի ու երկրի արարիչի հետ։ Տերերի Տիրոջ հետ։ Իհարկե մեր սիրող Հայրն է, ողորմած Աստված է, բայց արդար դատավորն էլ է։ Մաշող կրակն էլ է։ Սուրբ Աստվածն էլ է, ասում սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Մենք պետք է մի քիչ սթափենք։ Մենք պետք է ասենց հագնվենք, նա ասենց վերարկու վրան սկսենք հասկանանք, այն ես Տիրոջս առաջ եմ գալի արդեն։ Արդեն այն աշխարհի մեջ չեմ արդեն։ Այն հին կոտրված տաշտակի մոտ չեմ իմ ընկերների հետ, արդեն Տիրոջ առաջ եմ գալի։ Պետք է մի քիչ սթափվեմ ես։ Իսկ ում շաշակերտները ձկներով ուրկանը քաշելով նավակով եկան, քանի որ ցամաքը հեռու էր 200 կանգուն։ Երբ ցամաքը ելան, տեսան վառած ածուխի մի կրակատեղ։ Վրան ձուկ ու հաց տրված։ Տերն ամեն ինչ հոգացել էր, գիտես արդեն։ Տեր ամեն ինչ արել արդեն։ Արդեն կրակն էլ կար, ձուկը վրան դրած էր, արդեն խորոված էին ուտելու։ Տերը որ հարցնում է, ունեք մի բան ուտելու։ Չի նշանակում, որ ինքը ուտելու բան չուներ, կամ ինքը չէր պատրաստել, ուղղակի ուզում է տենա, դու բան ունես։ Ու ինչ, գնացիր քո ձկնորսությանը, հետ գնացիր քո կյանքին։ Ինչ ունես, բան ունես։ Ասում է, չէ, չունենք։ Բայց հետո դուրս եկան, տեսան, որ կրակն էլ է պատրաստ, ձուկն էլ կա կրակի վրա, չէ։ Ուզում է բանը հասկացնել, ասում է, գիտես ինչ, այդ ձուկը ես ունեմ։ Այդ ձուկը, այդ կրակը ես պատրաստել եմ, ես ամեն ինչ հոգացել եմ։ Ուղղակի դու պետք է իմ ձայնը լսես։ Դու պետք չի որ գնաս քո հին կոտրված տաշտակին, դու պետք է առաջ գնաս։ Պետք է առաջ գնաս, որովհետև դա ես ձուկ ունեմ քո համար պատրաստած։ Ես կրակ ունեմ քո համար տաքացնելու համար, որ դու տաքանաս։ Պետք է առաջ գնաս ուղղակի, չնահանջես։ Ցերես չնահանջես, հաղթելու ես։ Չնահանջես։ Հետ գնալու մեջ լավ բան չկա։ Մենք պետք է առաջ գնանք մենակ։ Հիսուս ասեց նրանց. «Բերեք այդ ձկներից, որ հիմա ասեցիք»։ Այնժամ Սիմոն Պետրոսը նավ մտավ եւ ցամաք հանեց ուրկանը 153 հատ մեծ ձկներով լցված։ Թեև այդքան ձուկ կար, բայց ուրկանը չպատրվեց։ Մի հատ խոսք եմ ուզում կարդամ, որ եղբայրը մի քիչ առաջ կարդաց արդեն։ Արաքած 10-րդ գլուխը 22-րդ խոսք ասում է. Տիրոջ օրհնությունն է հարստացնում եւ չարչարվելու մի բան չի ավելացնում նրա վրա։ Տիրոջ օրհնությունն է հարստացնում։ Տիրոջ օրհնությունը ասում է, սա քիչ ոչ ման չբռնեցիք, ուրկանը քսեք աշկոմը կբռնեք, ինչ որ պետք է կգտնեք։ Եթե որ դու Տիրոջ հետևից գնում ես ու չես նահանջում, առաջ ես գնում, դժվարությունների միջով անցնում ես, տենում ես, որ ամբարտավան մարդիկ կարող է թե թվում է թե այս աշխարհում հաջողակ են, բայց դու առաջ ես գնում, ասում ես կապ չունի։ Ինչ էլ ուզում լինի, ես առաջ եմ գնալու։ Հիշում եք մի հատ 3 հատ եղբայր գային, ասում է Աստված կարա մեզ քո ձեռքերից ազատի, բայց եթե անգամ չազատի, մեկը քո կուրքին չեն երկրպագելու։ Տիրոջ հետևից են գնալու։ Կարա ազատի, ուզում է չազատի էլ, մեկը իրան են երկրպագելու։ Սեդախ, Միսախ եւ Աբեդնագովը, հիշում եք, չէ՞ իրանց։ Մեկը մենք Տիրոջ հետևից են գնալու, չենք նահանջելու։ Ամեն, ասա չեմ նահանջելու։ Ամեն։ Եվ Հիսուսը կանչեց, նստեցին եղբայրները, երան, հասկացան, որ Տերն է, ասում է արդեն ամաչում էին հարցնեն։ Ոչ թե ամաչում էին, գիտես ինչ, չէին համարձակվում հարցնեին, ով ես դու, որովհետև սա հասկացան, որ Տերն է։ Ասում է Տերը հաց վերցեց, ձուկը վերցեց, տվեց իրանց, գերան, ուրախացան ու փառք Տիրոջը տվեցին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ցես, երբ որ մենք չենք նահանջում, երբ որ առաջ ենք ընթանում, հաղթանակներ են սպասում մեզ։ Մենք պետք է գնանք ու հաղթենք։ Պատճառները շատ են նահանջելու։ Պատճառները շատ են, որ մենք վերադառնանք այն հին կոտրված տաշտակին։ Հին կոտրված տաշտակին։ Որտեվ մեկ տենում ես մարդիկ են հաջողակ, մեկ տենում ես սխալ բաներ ես արել արդեն, ոնց որ երեսը չի բռնում, մի քիչ գաս եկեցի։ Ու մեր բանել կա, այդ մեր մասն էլ կա, մենք պետք է չնայենք այդ մարդկանց մի քիչ այն դառը հայացքով, որ սխալ բաներ արեց, մարդը համաչի, որ գա եկեցի, որտեվ Տերը ներում է։ Դու ով ես որ չներես, չէ՞։ Ես ով եմ որ չներեմ։ Եթե Տերը ողորմած է, եթե Տերը ներում է, ես պետք է ներեմ։ Ով Տերը օրհնում ես, մեկ եւ գիտես ինչ։ Մի հիշի քո հաղթանակները, որ հինում ունեցել ես։ Մի հիշի քո 21-10 վոլկան։ Չգիտեմ, մի հիշի քո կոմունիստական ժամանակները, որ քեզ տուն են տվել, մի սենականոց կոմունալկա են քեզ տվել, ոչ մի գումար չես վաստակել, չես աշխատել, կոմունալկեն տվել են մի անգամից։
Որտեվ 7 երեխայից ունեցա չգիտեմ։ Մի հատ կոմունալ կենտրեմ մի սենականոց։ Ցես մի հիշետ հաղթանակները։ Որտեվ դեմը առաջում արխիվում է ավելի շատ հաղթանակներ կա։ Արխիվում երկինք կա։ Պարտիրոջը։ Արի սիրելիս ոտքի կանգնենք, միասին աղոթենք, որ երբեք չնահանջենք։ Գնալու ենք ու հաղթելու ենք։ Տեր շնորհակալ ենք քեզանից, որ մենք քո նման Աստված ունենք։ Տեր դու ամեն ինչ գիտես։ Դու հոգ ես տանում մեր համար, Տեր։ Դու ամեն ինչ պատրաստել ես, կրակնել, ձուկնել, ջուրնել, հասնել, ամեն ինչն էլ, Տեր։ Մենք գոհանում ենք քեզանից, որ քո նման Աստված ունենք, Տեր։ Հոգատար արքա ունենք, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու միշտ մեր հետ ես։ Դու երբեք մեր կարիքները չես անտեսում։ Մեր խնդրանքների կողքով չես անցնում, Տեր։ Դու ամեն ինչ գիտես։ Օրհնի, որ մենք երբեք չնայենք նախանձով անբարի մարդկանց, անբարտավան մարդկանց, Տեր, որ ապրում են առանց քեզ, Տեր։ Երբեք նախանձով չնայենք իրանց, չասենք, որ նրանք լավ են ապրում։ Տեր, մենք ավելի լավ ենք ապրում, որովհետև մենք քեզ ունենք, Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզանից, որովհետև քո խաղաղությունը, որ դու տալիս ես, ամեն ինչից բարձր, ամեն ինչից վեր է, Տեր։ Քո խաղաղությունը ամեն ինչ արժի, Տեր։ Ամեն ինչ արժի քո խաղաղությունը։ Ավելի լավ է մի քիչ, մի փոքր, մի տարելիկա հաց ունենանք ուտելու, բայց խաղաղությունով ուտենք, Տեր։ Քան թե լիքը բաներ ունենանք, բայց խաղաղություն չունենանք։ Տեր, խնդրում եմ քեզ, որտեղ որ մենք միշտ քո խաղաղության մեջ լինենք։ Միշտ բարձր գնահատենք քո փրկությունը, Տեր, որտեղ մենք քո փրկության համար ոչ մի բան չենք տվել, չենք վճարել, բայց քո փրկությունը շատ թանկնվեր է, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր, Հիսուսի անունով։ Տեր, օրհնի, որ մենք մաքուր ապրենք, սուրբ ապրենք, Տեր, որ քեզ հաճելի լինենք, Տեր, որ դու նայես մեզ ու ուրախանաս, Տեր, ուրախանաս քո զավակներով, Տեր։ Շնորհակալ եմ քեզանից ամեն մի բարի դուրքի համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեր կյանքը որդնում ես։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար, մեր կյանքի, մեր երեխքի, մեր ծնողների, մեր օրվա համար, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից ամեն ինչի համար։ Հիսուսի անունով։ Ամեն։ Հարգարժան